Ես պիտի գնամ հասկանում ես, ես պիտի գնամ ես չեմ կարող ստեղ։ Ազիլ ես շնչում, վրետ հալ չկա, ինչ գնալու մասին է խոսքը։ Ես չեմ կարող ստեղ հանգիստ պարկել հասկանում ես, ես պիտի զանգեմ ինձ հեռախոսը։ Հանգիստ կպարկես և շնորհակալ եղիր, որ դեռ ողջ ես։ Հեռախոս, ինչ հեռախոս, այստեղ հեռախոս չկա։ Ես չեմ հասկանում, ես մոտակայքում հեռախոս ունեցող մարդ չկա։ Այստեղ առհասարակ մարդ չկա։ Ինչի հետ որտեղ ենք, որ մարդ չկա։ Անտառում, մոտակա գյուղից 5 կիլոմետր հեռու։ Անտառում։ Դա, Այդ քեզ Ռաֆայելն ասել, որ ինձ ստեղ պահես։ Ռաֆայել, չէ, ես ոչ մի Ռաֆայել չեմ ճանաչում։ Գտել եմ քեզ լճի մոտ, ջրի մեջ։ Քեզ Ռաֆայելն ասել։ Ասում եմ չեմ ճանաչում ոչ մի Ռաֆայել, գտել եմ քեզ ջրի մեջ, լճի ափին։ Պատմեմ։ Լճի մոտ։ Լճի մոտ։ Ահա, Այս վիրավորի։ հիշեցի՞ր։ Ինձ բերեցին ստեղ։ Հետո գցեցին ջուրը։ Հետո ջրի սառնությունից ուշքի եկար և երևի դուրս ելար ափը։ Այնտեղ էլ քեզ գտել եմ։ Չեմ հիշում։ Այսա տղայիս տանը կսազի։ Լավ, այդ դեպքում ես տնօրենի հետ խոսեմ, հա։ Լավ, սպասեմ։ Լավ է։ Եթե մի 30% զեղչանի, մի քանի օրից կգամ կահույքի ետևից։ Բադ չի, էսկին ինձ լավ օգուտ կբերի։ Երեխաներ, նախ մի կարևոր հայտարարություն։ Սա եք Պետրոսյան ջան։ Խոսքս հատկապես տղաներին եմ ուզում ուղղել։ Ասեք ընկեր Պետրոսյան։ Ձեր ասածը մեր համար օրենք է։ Տղաներ, ես խնդրում եմ ձեզ, ու ինչու ոչ, նաև պահանջում, որ վերջին զանգի օրը ոչ ոք մեքենայի ղեկին չնստի։ Պիտի հաստատ լուսոնը չէ ասել։ Չէ, լուսինեն չի ասել, բայց շատ ուրախ եմ, որ դուք ինքներդ խոսել եք սրա մասին։ Ես չեմ ուզում, որ այդ օրը որևէ մեկը մեքենայի ղեկին նստի։ Բայց ոնց կլինի դες ընկեր Պետրոսյան։ Կլինի, Արեն ջան, կլինի։ Ապա այդ ոտքով ման չեն կա ընկեր Պետրոսյան։ Չէ, Հովհաննես ջան, ոտքով իհարկե ման չի կա, կլինեն մեքենաներ, բայց փորձառու վարորդներով։ Հակառակ դեպքում ես ձեզ բոլորիդ իջեցնեմ ու տաքսի կպատվիրեմ։ Ընկեր Պետրոսյան, ինչ տաքսի, ինչ բան։ Երեխաներ, ես ուզում եմ, որ ոչ ես, ոչ դուք, ոչ էլ առավել ևս ձեր ծնողները այդ օրը չլարվեն, ու մենք բոլորս միասին լիարժեք ուրախանանք։ Ես էլ եմ մտածում, ինչ իմանաս, ինչ կլինի։ Երեխեք ջան, ամեն տարի այդ օրը մի վթար լինում է, վարել չիմանալու պատճառով, անզգուշության, չափից շատ ոգևորվելու։ Ու ես իսկապես շատ եմ խնդրում ու պահանջում, ոչ ոք ղեկին չնստի։ Ու տղաներ, չոգևորվեք ու ալկոհոլ չտունեք, լավ։ Հակառակ դեպքում ես իսկապես կնեղանամ ու խնջույքի կեսից կհեռանամ։ Բայց բան չի լինի ընկեր Պետրոսյան։ Չես կարող ասես։ Լավ, ինձ թվում է ես արդեն ճիշտ կանեմ արկել եմ խնջույքը, հա։ Չէ, մենք ամեն ինչ կանենք գնանք, ոնց որ դուք եք ասում։ Ոչ մեկ ղեկին չի նստի ու ալկոհոլ չի ուտում։ Գևորգ, վստահ լինեմ։ Եթե հարցը մենակ Գևորգն է, հարց չկա, բայց եթե մեկը խմել, չէ, ես էլ եմ խմելու։ Ոչ, ոք չի խմելու։ Խմելը մեծ բան է, որ ուզում ենք տրամադրություններս բարձրացնենք, էլի։ Հո, լոպացու չենք անելու, ընկեր Պետրոսյան։ Ես չեմ կարծում, որ այդ օրը տրամադրություն բարձրացնելու կարիք կլինի, Գևորգ։
Լավ, կարծում եմ, որ մենք իրար լավ հասկացանք, չէ՞։ Հասկացանք, բա ոնց ընկեր Պետրոս։ Կանենք նենց ոնց ասեցիք։ Լավ, ուրեմն անցնենք հաջորդ թեմային։ Լուսինե ջան, ինչ վիճակում է ձեր վերջին զանգից ցերեկոթը։ Գիտեր Պետրոսյան, դա սցենարը կա, մնում է այսօր փորձենք։ Դե ուրեմն այս դասից հետո կմնաք ու կփորձեք, լավ։ Դուք եք մնալու։ Հա, իհարկե, կմնամ։ Գուցե ինչ-որ բանով կարողանամ ես էլ օգնել։ Շատ լավ։ Ինչն է, որ վերջին բան կլինի։ Դե հիմա բացեք տետրելը։ Դասը կամ։ Իհարկե։